Բարի օր գործարարալիքին միացած ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում։ Մենք թարմ ուղեղով զրույցն ենք այս բանին սկսում, իսկ տաղավարում է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, պարոն Մեհրաբյան, կուզեմ, որ տարածաշրջանից գնանք, հետո փորձենք մեր ներքաղաքական հարցերը քննարկել, ապա եթե ժամանակ լինի աշխարհի մակարդակով, տարածաշրջանում վերջին նորություններից, իհարկե Իրանի մասով են կարևորագույն նորությունները շրջանառվում այս օրերին։ Ոչ միայն, այո, բայց ամեն դեպքում մենք էլ այդ մասով ինչ որ վերջին օրերին զորավարժություն ունեցանք, մեկ օրյա զորավարժություն, ու այդ զորավարժությունը ինչպես արագ է, այսպես լրատվամիջոցներում բթթվեց, այդքան արագ էլ ինֆոն ավարտվեց դրա մասին, թե իրականում ինչի համար էր այն, ինչու տեղի ունեցավ, կարճ դիպուկ հստակ այսպես փակվեց թեման։ Եթե փորձենք խորքային հարցերը քննարկել եւ անվտանգային են ռազմավարությունը, որը կարծես թե Հայաստանը փորձում է մշակել, արդյոք սա տեղավորվում է դրա մեջ, ու մենք փորձում ենք ամեն դեպքում մեզ ապահովագրել տեղի ունեցողից։ Այո, մենք փորձում ենք մեզ ապահովագրել բոլոր հնարավոր վտանգներից։ Այստեղ կարևոր էր այդ զորավարժության ձևաչափը, այն է Հայաստանի զինված ուժերը մեր տարածքից դուրս չեն եկել, Իրանի զինված ուժերը իրենց տարածքից դուրս չեն եկել։ Այստեղ կարևորը, ինչպես ասում են, զորավարժության լեգենդն է, հա, որ ինչ որ տերորիստական խմբավորումներ ակտիվություն են դրսևորել հայ-իրանական սահմանի երկայնքով եւ երկու երկրների զինված ուժերը կոորդինացված ձևով ամեն մեկն իր տարածքում պայքարում են այդ տերորիստական խմբավորումների դեմ եւ լիկվիդացնում դրանց։ Սա է ամբողջ զորավարժությունը։ Սա դրական զարգացում է, որովհետեւ պարզա չէ, որ այդ տերորիստները ենթադրյալ ասենք ենթադրյալ Սոմալիից չէ, որ գալու են։ Եվ հետաքրքրություն հայ-իրանական սահմանի տարածքում ովքեր ունեն։ Եվ սա ուղերձեր նրանց, որ ոչ միայն կոնվենցիոնալ եղանակներով, այլև պրոքսիների միջոցով այդտեղ ապակայունացում նախ ձեռնտու չէ երկու երկրներին, երկրորդը երկու երկրներն էլ պատրաստ չեն դա հանդուրժելու, եւ երրորդը երկու երկրներն էլ պատրաստ են կոորդինացված ձևով այդ ամենը կասեցնելու համար։ Սա նաեւ ուղերձեր են մասին, որ այն խոսակցությունները, որոնք ամիսներով պտտվում էին, թե Հայաստանը փորձում է հակաիրանական տրամադրություններ այսպես ակտիվացնել եւ հակաիրանական գործողությունների է գնում, դա էլ չեզոքացնելու մի քայլ էր։ Դրան չպետք է նշանակություն տրվի շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանի եւ Իրանի միջև օբյեկտիվորեն կա շահերի ասես մեծ ծավալի համընկնում եւ նաեւ շատ մեծ խորությամբ։ Այլ հարց է, որ այդ պոտենցիալը մենք ոնց որ թե բազմաթիվ խոչընդոտների պատճառով մենք չենք կարողանում իրացնել գետնի վրա։ Այդ խոչընդոտները կապված են միջազգային պատժամիջոցների հետ Իրանի նկատմամբ։ Խոչընդոտներից մեկն է Ռուսաստանի աննորմալ ներկայությունը Հայաստանում այն ոլորտներում, որոնք հեռանկարային էին հայ-իրանական հարաբերությունների համար, իսկ ռուսները շահագրգռված չեն, որ մեր հարաբերությունները զարգանան, որովհետև կնշեք ոլորտները, պարոն Մեհրաբյան։ Էներգետիկա, ածխաջրածիններ, այո, դրանք ոլորտներ են, որոնց մենաշնորը պահելով իրեն Ռուսաստանը ուզում է տոտալ վերահսկողություն ունենալ Հայաստանի նկատմամբ։ Գիտեք, Գազպրոմը դա ռուսական հիմնարկ է եւ ունի 100%-անոց մոնոպոլիա Հայաստանում։ Եվ այո, ռուսները կուզենան, որ մենք ոչ թե գազը բերենք հարևան Իրանից, այլ բերենք Սիբիրից։ Բայց հայկական կողմից այդ գազի թեմայով այլ
տարբերակ էր քննարկում, որ դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանից։ Ես հիշում եմ Ալեն Սիմոնյանն էր անգամ դա տեսական խոսակցություններն են, տեսեք, դա այն խոսակցություններ են, գիտեք ոնց են, իսկ ինչու ոչ խորագրի ներքո։ Դրանք ավելի շատ դիվանագիտական խոսակցություններ են, քան տակը իրական հիմք կա, որովհետև իհարկե եթե համարենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն բարիդրացիական հարաբերություններ, հիպոթետիկ, ապա բնական է, որ ամենահարմարը այո Ադրբեջանից կլիներ, բայց դա դեռ այս պահի դրությամբ այդ հեռանկարը դեռ չի երևում, հետևաբար մենք պետք է ավելի խելոք բան մտածենք եւ կարծես թե նաեւ մտածում ենք խոսքը վերաբերվում է Թուրքմենստանից սվոփ եղանակով գազի ներմուծում Հայաստան սվոփ եղանակ նշանակում է որ Թուրքմենստանը Իրանի հյուսիս արևելյան շրջաններին մատակարարում է գազ X քանակի Իրանը իր հյուսիս արևմտյան հատվածից իր գազից նույն քանակի գազ մատակարարում է Հայաստանին այս տարբերակը կարող է եւ աշխատել բայց դրա համար այո Հայաստանին անհրաժեշտ է որ Գազպրոմը չունենա որևէ ձայնի իրավունք այդ պրոյեկտի իրականացման համար իսկ ինչ պիտի անի դրա համար Հայաստանը պետք է այդ իրավապայմանագրային հիմքը, որը իր հիմքում անօրինական է եւ փաթաթվել է Հայաստանի վրա կրիմինալ դիկտատուրայի պարագլուխների կողմից, դա պետք է վերանայվի, այո։ Եվ Հայաստանը պետք է իր գործողությունների ազատություն ապահովի իրեն, որպեսզի նման քայլ ձեռնարկի։ Դրա համար պետք է մեր գազատարը մեծացվի Իրանից եկող այնինչ պարոն Ռոբերտ Քոչարյանը դրեց եւ այդպես տրամագիծը կրկնակի փոքր սարքեց, հա, որ հանկարծ Հայաստանը տարանցիկ երկիր չլինի եւ երկրորդն էլ հանձնվեց էլի նույն Գազպրոմին։ Absurd, հասկանում եք, ու հիմա, ասենք այդ կոնտինգենտը մեզ բացատրում է պետական մտածողությունն ինչ է, հայրենասիրությունը ինչ է, եւ այլ լիքը լավ բաներ ինչ են։ Սա էլ իդեպ։ Այս ամենը այո պետք է փոխվի։ Ցավոք սրտի հիմա այնքան էլ հարմար ժամանակ չէ այս ամենի համար, հաշվի առնելով այն անորոշությունները, որ կան եւ դրանք էլ նախ ունեն ահագնանալու միտում, հա, այդ հենց դա ուզում հարցնել, արդյոք իրավիճակը գնալով սրվում է, թե ամեն դեպքում ոչ թե սրվում է, անորոշությունը մեծանում է։ Սրվել չէ, նույնիսկ այսպես կարճաժամկետ, որ նայում ենք, հա, նույնիսկ նվազում է, ի վերջո ֆիքսվեց բանակցող կողմերի պատվիրակությունների ղեկավարների կողմից, որ բանակցությունները հաջող են անցել, չնայած արդյունքների մասին չեն ասում, կոնկրետ ինչումն է այդ հաջողությունը, բայց ասում են հաջող է անցել, կոնստրուկտիվ է եղել եւ ամերիկյան կողմն էլ այս պահի դրությամբ առաջարկել է հաջորդ ռաունդը բանակցությունների անցկացնել Իտալիայում։ Իրանական կողմը Իտալական կողմից այո առաջարկ եղել։ Այո, իրանական կողմը խոսում է այն մասին, որ մենք վստահում ենք Օմանի ղեկավարությանը, Օման պետությանը եւ ցանկալի կլիներ այնտեղ, բայց այնպես չի, որ մերժեցին։ Դեռ կոնսուլտացիաները գնում են եւ ժամանակ կա դեռ, ես չեմ կարծում, որ Իրանը պատճառ ունի հրաժարվելու այսպես հռոմեական ռաունդից, հա, ավելին այստեղ Իրանը հնարավորություն կստանա նաև եվրոպացի
եվրոպական կողմերին ներգրավելու այս գործընթացի մեջ, ինչը մենք տեսնում ենք, որ Եվրոպայի համար ել ավելի է կարևորվում հաշվի առնելով այն տրանսֆորմացիաները, որը մենք տեսնում ենք մեծ Եվրոպայում։ Մեծ Եվրոպա ասելով ես հասկանում եմ ոչ միայն Եվրամիություն, այլև այն երկրները եվրոպական, որոնք չեն մտնում Եվրամիության մեջ, հա, առաջին հերթին իհարկե Բրիտանիան եւ Նորվեգիան։ Պարոն Մերաբյան, Հայաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ ու կարծում եմ այսօր էլ, կարծում եմ չէ այսօր էլ շատ են ասում այն, որ մենք պատրաստ ենք ստաբիլ պահել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ ոչ թե այսպես զոհել մեզ ամբողջությամբ, գնալ զիջումների անընդհատ եւ ոչ էլ փորձում ենք սրել հարաբերությունները դաշնակից պետության հետ։ Դուք տեսնում եք այդ ստաբիլությունը, որովհետև վերջին ժամանակներում ես նկատում եմ, որ Հայաստանը ավելի այսպես բարյացակամ մոտեցումներ ունի Ռուսաստանի հանդեպ, կան խնդիրներ, որոնք տեսանելի են, կան ճնշումներ արդյոք, որոնք կան, բայց այդքան էլ ակնառու չեն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Դե ֆակտո մեր դաշնակիցը չէ եւ հապկից Հայաստանի դե ֆակտո դուրս գալը դրա արձանագրումն է։ Սակայն այդ ամենի ձևակերպումը դե յուրե Հայաստանի իշխանության կարծիքով պարունակում է անընդունելի ռիսկեր այս պահի դրությամբ, դրա համար դա չի ձևակերպվում դե յուրե։ Դրա հետ ես իհարկե համաձայն չեմ։ Որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բնորոշվում է երկու բառով՝ հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։ Ինչքան ժամանակ է։ Ինչքան ժամանակ է 1988 թվականից։ Պատմականորեն, եթե ավելի ճիշտ։ Դա այդպես է, որովհետև Ռուսաստանն առաջնորդվում է այն դոկտրինով, որի մասին շատ ազնիվ ձևով ասել է Լոբանով Ռոստովսկին։ Ռուսաստանին այո պետք է Հայաստանը եւ պետք է առանց հայերի։ Հայերը պետք է լինեն Սիմոնյան Մարգո կամ Ֆիլոս Սոկրատ։ Այս դա Ռուսաստանի երանելի հայի կերպարն է։ Ինչու՞ բայց այդպիսի Հայաստանը Ռուսաստանի ինչին է։ Որովհետև Ռուսաստանին պետք է տարածք։ Եվ տարածք, որտեղ կապրեն յուրայիններ։ Ձեր յուրայինները այդքան պատրաստ են հանուն Ռուսաստանի այդքան զոհողությունների գնան, ինչքան մեծ զանգվածի ներողություն, ուրեմն յուրային չեք։ Դե ուրեմն եթե յուրային չեք, ուրեմն պետք չեք։ Ուրեմն կդառնաք Յաթաղանի փայ, ինչպես դա տեղի ունեցավ 1915 թվականին, երբ գեներալ Յուդենիչը իբր ազատագրում էր Արևմտյան Հայաստան։ Այնպես ազատագրեց, որ այնտեղ հայ չմնաց։ Կամ այնպես, ինչպես ռուսները փրկեցին արցախցիներին, այնպես, ինչպես այնտեղ արցախցի չմնաց։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա էլ ուզում են փրկել Հայաստանը։ Դե Հայաստանը չի ուզում, որ իրեն փրկեն այդ ձևով, հասկանում եք, որովհետեւ էլ փրկելու բան չի մնում։ Ամբողջությամբ փրկված է, այն ինչ կարող էին փրկել, եկել հասել են բուն Հայաստանի Հանրապետությանը եւ այդտեղ որևէ զիջում լինել չի կարող։ Այո, Հայաստան է պետք առանց հայերի մինչեւ վերջին քառակուսի մետրը։ Առանց հայերի, այո։ Կարող են այստեղ պահել այնքան հայ, որ կբավարարի ռուսական զորքերի համար ճաշարանում ճաշեփողներ եւ աման լվացողներ, մեկ էլ ռուս տուրիստների համար խորոված սարքող, դուդուկ նվագող, չգիտեմ, պարող երգող, նենց որ իրենց լավը զգան, մնացածը, չէ, խնդրեմ, գնացեք Դոնբաս, լիքը գործ կա։ Վերջ։ Ահա Ռուսաստանի իրական վերաբերմունքը, իսկ այն մնացած սիրուն խոսքերը, բարեկամություն, չգիտեմ, ընդհանուր պատմություն, Վելիկայա Ածեչեստվեննա եւ այնը եւ այլն եւ այդպես շարունակ, այդ ամենը ծխածածկույթ է այս իրականությունը հմտորեն քողարկելու համար, որովհետեւ Ռուսաստանն էլ
700 տարվա պետություն է, ունի այսպես ինստիտուցիոնալ հիշողություն, գործիքակազմ այդ ամենն անելու համար, կայսրություն է եղել վերջին մի քանի դարերի ընթացքում, այդպիսինն էլ մնացել է, անկախ նրանից գլխին եղել են ցարեր, գեներալնի սեկրետարներ, թե ներկայիս այդ կազմակերպված քրեական խմբավորման պարագլուխներ։ Տարբերություն չկա։ Պարոն Մեհրաբյան, իսկ այս իրավիճակում մենք կրկին անհրաժեշտություն ունենք ճամբար ընտրելու։ Շատ լավ հարց եք տալիս։ Մենք անհրաժեշտություն չունենք ճամբար ընտրելու։ Մենք ընտրություն էլ չունենք։ Մենք այլընտրանք չունենք, այլ քան եվրոպական ազատ ազգերի ընտանիքին միանալու։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Մնացածը ինքնախաբեություն է կամ դեմագոգիա կամ թշնամական պրոպագանդա Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Ահա ողջ իրականություն։ Հիմա եթե դուք դրա մեջ ընտրություն եք տեսնում, դե ընտրություն կատարելիս պիտի հետևանքները հաշվի առնել։ Ուր է գնում այս պահին Եվրոպան, ինչի է պատրաստվում եւ մենք ինչ գործիքակազմով պիտի այդ ներգրավվածությունը ապահովենք։ Շատ լավ, այդ դեպքում ձեր դիլեման ոչ թե ընտրելն է, չգիտեմ, ընտրել այդ ճանապարհը, թե մնացած այլ ճանապարհները, որոնք չկան։ Դիլեման հետեւյալն է՝ դա անելու հետևանքների եւ չանելու հետևանքների միջև։ Չանելը ուղղակի բերում է դանդաղ մահվան։ Այս մեկը այո պարունակում է ռիսկեր, բայց իր հետ բերում է հնարավորություններ։ Մինչդեռ մյուս այլ տարբերակներում կանխորոշված դանդաղ մահ առանց որևէ հնարավորությունների, չի լինելու այլ հնարավորություն, մոռացեք։ Իսկ Միացյալ Նահանգների հետ մենք ինչ այսպես ծրագրեր ենք կապում, հաշվի առնելով նոր վարչակազմի վարած քաղաքականությունը, կարծես թե հեշտ չի ստացվում որևէ մեկի հետ բանակցել, ընդհանուր հայտարարի գալ, հաշվի առնելով ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք ընթանում են, կարծես թե Միացյալ Նահանգների միջնորդությամբ, իդեպ Թրամփը ասում էր, որ գալու է 24 ժամվա ընթացքում դադարեցնելու է պատերազմը, բայց արդեն անգամ ամիս է անցել, ամիսներ ու որևէ փոփոխություն մենք չենք տեսնում գոնե։ Որովհետև շատ սխալ բանակցային հիմք էր ընտրված եւ դա կանխորոշված էր, որ չի էլ ստացվելու։ Ինչու՞։ Որովհետև գործ ունեն քրեական խմբավորման հետ։ Քրեական խմբավորումը հասկանում է մեկ լեզու, որում ամերիկացիները լավ գիտեն այդ լեզուն, հա։ Իսկական երբ որ դուք բան եք ասում եւ այդ ընթացքում այսպես մաքրում եք ձեր ակնոցի ապակին, դուք համոզիչ եք։ Բայց երբ դուք բան եք ասում եւ մաքրում եք ձեր ատրճանակի փողը, դուք ավելի համոզիչ եք։ Ամերիկացիները որոշեցին սահմանափակվել ակնոցի ապակին մաքրելով եւ ահա ստանում են այն, ինչ ստանում են։ Ամենավտանգավորը մեծ պետության համար դա լինել ծիծաղելի։ Ռուսները ձգտում են ամեն բան անել, որ հակառակ կողմին այդպիսինը դարձնեն, հա։ Ես կարծում եմ ամերիկյան այս վարչակազմը խորը մոլորության մեջ էր այդ իմաստով, որովհետև գիտեք ինչ, լինում են տականքներ եւ լինում են ավարտուն տականքներ, հա, տվյալ դեպքում մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ։ Հանձինսում ռուսական ղեկավարության հանձինս բոլորի համար են անում։ Ինչ անում են իրենց համար են։ Բոլորն էլ Հիտլերն էլ իր համար անում, բոլորն էլ ինչ անում են իրենց համար են անում։ Նահանգներից այդքան գիտակցություն ունենան, որ չտրվեն այդ սադրանքները։ Այո, ճիշտ է, չսադրանք չի, դա ուղղակի սխալ դիագնոստիկայի արդյունք է, որը
ժամանակը կպարտադրի ուղղակի սրբագրել եւ վարվել արդեն պատշաճ ձևով, այն ձևով, որը համարժեք է շատ կոնկրետ իրավիճակին։ Ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, կարծում եմ ինչքան շուտ այնքան լավ, բայց ավելի կոնկրետ բան դժվար է, այս պահին չի նշмарվում այլ բան։ Հիմա էլ ուզում են մինչև զատիկ զինադադար ապահովել ռուսները նման տրամադրվածություն չունեն։ Իսկ կարծում եք Զելենսկին ունի նման տրամադրվածություն։ Գիտեք ինչ, ի վերջո այս պատերազմը վերջանալու համար պետք է մի բան, որ ռուսները դադարեցնեն պատերազմը, եւ պատերազմը կդադարի։ Ես չեմ ասում ամբողջությամբ կլուծվի, բայց պատերազմ դադարեցնելու համար բավարար է, որ ռուսները դադարեցնեն պատերազմը։ Դե իրենք պահանջներ ունեն դադարեցնելու համար։ Դե վերջ։ Էլի տարբերություն Զելենսկին ինչ ունի, չունի։ Սա անիմաստ խոսակցություն է։ Հետևաբար մենք տեսնում ենք նաև այնինչ ավելի վաղ ենք մենք քննարկում Եվրամիության եւ մեծ Եվրոպայի ուղղակի պատմական տրանսֆորմացիայի սկիզբ, բայց դեռ սկիզբ։ Դրա վերածումը պաշտպանական եւ անվտանգային միասնական կառույցի, որը պետք է շատ մեծ ինքնաբավություն ապահովի, մեծ այսպես չափաբաժնով ինքնաբավություն ապահովի Եվրոպային։ Եվ սա ուղղակի դարձել է պատմական անհրաժեշտություն։ Իսկ Եվրոպան մեզ տեսնում է իրենց մաս։ Եվրոպան ունի ինդոկտրինացված ծրագրեր ընդլայնման վերաբերյալ, որը ուժի մեջ է եւ հենց այս Եվրահանձնաժողովի կազմի համար է որպես այդպիսին մինչև 30 թվական ընդլայնվելու։ Իհարկե ավելին ասեմ, այդ ընդլայնման ծրագրերում մեծանում է ռազմավարության չափաբաժինը եւ անվտանգության չափաբաժինը։ Հետևաբար արժեքը այո հետաքրքիր է։ Մենք տեսնում ենք Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն է հաստատում Կենտրոնական Ասիայի հետ։ Ահա։ Որովհետև այդ տեխնոլոգիական, էներգետիկ անցումը պահանջելու է մեծ հումքային ռեսուրսներ, հավելյալ սպառման շուկաներ։ Օթով ռազմավարական գործընկերություն չես վարի։ Պետք է ցամաքային անցում, եւ այո, դա անցնում է մեր տարածաշրջանով։ Միանշանակորեն։ Հետևաբար մեր տարածաշրջանի գինն էլ բարձրանում է։ Բարձրանում է Ադրբեջանի գինը, դառնում է ուղղակի էքսկլյուզիվ, որովհետև Կենտրոնական Ասիայից այդ տրանսկասպյան կոմունիկացիաները Ղազախստանից պետք է անցնեն Ադրբեջան, Ադրբեջանն էլ փորձում է այդ ամենը վերավաճառել նույն եվրոպացիների վրա հնարավորինս թանկ գնով։ Եվ կվերավաճառի։ Տեսնենք, որովհետև գիտեք ինչ, այնպես չի որ որևէ մեկին իր առավելությունները վաճառելու եւ վերավաճառելու արգելք չկա, բայց չի կարելի, այսպես ասենք, հաճախորդին կամ պոտենցիալ հաճախորդին հիմարի տեղ դնել, չափեր կան, էլի, որ անցնելը հաստատ խորհուրդ չի տրվում։ Պլյուս դրան մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում զարգացումները առայժմ համընթաց չեն մեր պատկերացումներին եւ մեր շահերին։ Դա խաղաղության պայմանագիրն է Ադրբեջանի հետ, որը համաձայնեցված է, բայց Ադրբեջանը շարունակում է ներկայացնել պահանջներ, որոնք դուրս են համաձայնեցված տեքստից։ Մեկ։ Երկրորդը Էրդողանը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ուղիղ տեքստով ասում է, որ մեր տարածաշրջանում Ադրբեջանին տեսնում է որպես խաղաղության գլխավոր ճարտարապետը։ Կներեք, մեզ
հաստատապես նման կարգավիճակներ ձեռնտու չեն Ադրբեջանի կողմից։ Եվ սա ել ավելի է մեծացնում անհրաժեշտությունը մեզ համար, որպեսզի մենք ել ավելի խորացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ հենց անվտանգության եւ պաշտպանության հարցերում, որպեսզի այս դիսբալանսը կարողանանք կոմպենսացնել եւ իհարկե Միացյալ Նահանգների հետ ցանկացած ձևով։ Իդեպ ասեմ, մենք տեսնում ենք այդ զիգզագներն ամերիկյան քաղաքականության այս նոր վարչակազմի օրոք, բայց կարծեք թե Հայաստանի ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը ուղղակի շատ հետևողական է եւ Բայդենի քաղաքականության շարունակությունն է իր հիմնական ուրվագծերով։ Հիմա ժամանակն է այդ ուրվագծերից ներս պարունակությունն ապահովել եւ ես տեսնում եմ այդ հնարավորությունը, մենք դրա մասին ձեր բազմաթիվ եթերներում խոսել ենք, արագացնել միջուկային գործարքը Միացյալ Նահանգների հետ։ Մեկ, երկրորդը օգտակար հանածոների շահագործման հարցում այո սերտ համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Մանավանդ հիմա դա ամենաթանկ ռազմավարական ակտիվն է լինելու։ Պայմանավորվածությանը ստանդարտներ կան, ասենք այնպես, ինչպես Սաուդյան Արաբիան է պայմանավորվում արևմտյան կորպորացիաների կոնսորցիումի հետ, հա 50-ը մեզ, 50-ը իրենց։ Երբ այսօր վարչապետը ելույթ ունենալով ազգային ժողովի առաջ խոսում է, որ մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունենք 21% եւ դա լավ է, այո, դա լավ է, որովհետեւ մինչ այդ 0 էր։ Հիմա այո, պետք է հասցնել 50-ի։ Այո։ Եվ երկրորդը հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ ռուսները լավագույն մենեջերները չեն եւ լավագույն ռազմավարական գործընկերները չեն։ Դրանք նախ եւ առաջ պատժամիջոցների տակ գտնվող անձինք են եւ երկրորդը այո Կրեմլի կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ տարբեր ռանգի։ Հետևաբար մեզ համար դա ոչ թե խնդրի լուծում է, այլ խնդրեմ։ Իսկ մեզ գցում են կրճոններ։ Կա միջազգային պրակտիկա։ Վերջ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ գործարալիքն էիք լսում 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը Ռուբեն Մեհրաբյանն էր։ Կհանդիպենք այսքան այսօրվա համար, հաջողություն։